Շագանակը կամ կաշտանը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար հատկություններ ունեցող պտուղ է։ Այն համարվում է բնական էներգիայի աղբյուր, հարուստ է վիտամիններով և հանքանյութերով։ Շագանակի որոշ տեսակներ լիովին ուտելի են և բարձր են գնահատվում աշխարհի տարբեր խոհանոցներում, հատկապես իտալական, ֆրանսիական և ասիական։ Շագանակով պատրաստում են ապուրներ, պյուրե, նույնիսկ քաղցրավենիք, բայց պետք է ուշադիր լինել, քանի որ ոչ բոլոր տեսակի շագանակներն են ուտելու համար։ Դրանք բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ուտելի շագանակ և ձիու շագանակ, որը ուտել չի կարելի։ Պետք չէ սխալվել, քանի որ արտաքինից նրանք շատ նման են։ Ուտելի շագանակը հարուստ է վիտամին C-ով, B խմբի վիտամիններով, կալիումով, մագնեզիումով, երկաթով, պղինձ, մանգան, կալցիում, ֆոսֆոր, նատրիում և ցինկ։ Ի դեպ, շագանակը կամ կաշտանը միակ ընկույզն է, որը ունի վիտամին C։ Այն նաև չունի գլյուտեն, ինչը հիանալի է ցելիակիայով տառապող մարդկանց համար։ Շագանակենին կամ կաշտանի ծառը հաճարազգիների ընտանիքի ծառանման բույսերի ցեղ է։ Երկարակյաց է, 500 տարի և ավելի խոշոր ծառ է, մինչև 35 մետր բարձրությամբ և 2 մետր տրամագծով։ Սաղարթը գմբեթաձև է, խիտ, ուժեղ ճյուղապատված։ Արմատային համակարգը հզոր է և խոր։ Ծաղիկները մանր են, միասեռ կամ երկսեռ, խաչաձև փոշոտվող։ Ծաղկաբույլը կատվիկ է։ Տերևները խոշոր են, հերթադիր, երկար, սրածայր։ Պտուղը ընկույզ է, կլոր, տափակավուն, պատված գորշավուն պտղապատյանով։ Պտղամաշկի հաստ շագանակագույն, մուգ դարչնագույն երանգով։ Պտղամիսը սպիտակ է, կիսահյութալի, քաղցր, համեղ, սննդարար։ Կաշտանը կամ շագանակը պարունակում է օսլա 60%, շաքարներ մինչև 17%, ազոտային նյութեր 8-ից 11%, ճարպեր 2% և ավելի, օրգանական թթուներ։ Պտուղները օգտագործվում են թարմ և եփած վիճակում, հրուշակեղենի արտադրությունում, որպես սուրճի սուրոգատ, բնափայտը ատաղծագործության, կահույքի և խառատային արտադրությունում, շինարարության մեջ։ Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են դաբաղանյութերով և ներկանյութերով։ Խոնավասեր բույս է։ Բազմանում է պատվաստով, մացառներով և սերմերով։ Պատվաստված բույսերը բերք են տալիս 5-ից 10-րդ, իսկ սերմնաբույսերը 10-ից 15-րդ տարում։ 50 տարեկանում բերքատվությունը մինչև 1 տոննա է 1 հեկտարում։ Լավ է աճում թթու, գորշ և միջին խոնավության հողերում։ Հայտնի է կաշտանի 14 տեսակ, որոնք աճում են Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Չինաստանում, միջերկրածովյան երկրներում։ Շագանակից պատրաստված փոշին օգտակար է ոչ միայն լնդերի համար, այլև այն օգնում է նաև սպիտակեցնել ատամները։ Բավական է մաքրել շագանակի կեղևը և սպիտակ միջուկը չորացնել և խառնել ալյուրի հետ։ Սա հրաշալի միջոց է բերանի խոռոչի մաքրման համար։ 1 ճաշի գթալ կաշտանից պատրաստված փոշին խառնել կես լիտր ջրի հետ և թողնել 1 գիշեր։ Հաջորդ օրը այդ խառնուրդը պետք է լցնել եռացրած ջրի մեջ, ապա այն ավելացնել վաննայի ջրին։ Այս խառնուրդը լավացնում է արյան շրջանառությունը և երիտասարդացնում է մաշկը։ Շագանակով լվացքի փոշիները շատ լավ են սպիտակ լվացքի համար։ Այն շատ բուրումնավետ է և խնամում է ձեռքի մաշկը։ Շագանակի փոշով մազերի շամպույնը շատ օգտակար է մազերի լվացման համար։ Այն լավացնում է մազերի որակը և մազաթափության դեմ պայքարելու միջոցներից մեկն է։ Դեմքի համար կարող եք օգտագործել հետևյալը. 2 ճաշի գթալ շագանակի փոշին խառնեք քիչ ջրով, հետո դա քսեք դեմքին, թողեք մնա 10 րոպե, հետո մանրակրկիտ լվացեք գոլ ջրով։ Կաշտանի փոշին լավ է նաև ուտիչների դեմ պայքարելու համար։ 10 ճաշի գթալ կաշտանի փոշին լցրեք կաթսայի մեջ, ավելացրեք նույնքան ջուր և եփեք այն 20 րոպե։
Սառեցնելուց հետո այն լցրեք շշի մեջ։ Շագանակով լի պարկերը, որոնք դրված լինեն պահարաններում, թույլ չեն տա, որպեսզի այնտեղ ցեցեր հայտնվեն։ Շագանակի որոշ տեսակներ լիովին ուտելի են և բարձր են գնահատվում աշխարհի տարբեր խոհանոցներում, հատկապես իտալական, ֆրանսիական և ասիական։ Շագանակով պատրաստում են ապուրներ, պյուրե, նույնիսկ քաղցրավենիք։ Բացի սննդային արժեքից, շագանակը ունի նաև ժողովրդական բժշկության մեջ լայն կիրառություն։ Այն օգտագործվել է ինչպես արտաքին, վարիկոզի և մաշկային խնդիրների դեմ, այնպես էլ ներքին, մարսողական համակարգի բարելավման համար։